Սպասելիքներ դեռ ժողովրդի մի հատվածը դեռ չի եկել, կգան իրենք ձեզ բոլոր պատասխանները կտան, բայց ակնկալիք ճիշտն ասած տեսել ենք ինչ է արել ՄԱԿ-ը, այնքան դիմումներ ենք ներկայացրել, ոչ մի պատասխան չենք ստացել, բայց մենք մեր գործը պետք է անենք, այնուամենայնիվ չպետք է նստենք եւ ասենք դե ինչ անենք, պատասխան չկա, թող գոնե այսպես լրատվամիջոցներով մեր ժողովուրդն էլ իմանա, բոլորովին անտեղյակ է մեր ժողովուրդը ինչ է կատարվում, գոնե տեղեկացված լինեն եւ իրենք էլ միգուցե իրենց խիղճը եւ կկարողանանք հասնել նրան, որ այդպիսի կառույցներում չաշխատեն նման մարդիկ, հեռացվեն եւ արդարացի լուծումներ ստանան հարցերը։ Զուգահեռ իրականությունում Բաքվում փակվեց Կարմիր խաչի կոմիտեն եւ մեր գերիների, ռազմագերիներին տեսակցելու հնարավորություն փաստացի չկա։ Ինչ եք կարծում, սա ինչ հետևանքներ կարող է թողնել։ Դե դա են հետևանքները, որ մեր գերիները կտանքների են ենթարկվում բազմաթիվ անգամ եւ մենք դրան տեղյակ չենք լինում, աշխարհը տեղյակ չի լինում։ Դե դրա համար էլ այդպիսի որոշումներ է կայացվում ՄԱԿ-ում, որովհետեւ նա պետք է հասկանա, եթե Կարմիր խաչն է հանվել Բաքվից, ուրեմն ինչ երկիր է դա։ Ես չեմ հասկանում, անգրագետների հավաքածու է ՄԱԿ-ում, չեն հասկանում ինչա կատարվում։ Ուղղակի ապշած եմ ՄԱԿ-ի այդ բոլոր կառույցների վրա, որ նման որոշում են կայացրել։